4 կենտրոնակերպի նշան, որոնք կստանան գումարը ամենաանսպասելի ձևով։ Սիրելի տիեզերական միլիոնատերեր, գիտեք թե ինչու է փողը կոչվում էներգիա, որովհետև դրանք էլեկտրականության նման են, հոսում են այնտեղ, որտեղ կա պատշաճ լարեր։ 2025 թվականի հուլիսին որոշ ցուցանակների ֆինանսական հաշվետվությունները կբարելավվեն եւ փողը կհոսի։ Իհարկե ոչ թե կաթիլ, բայց բավականին հաճելի հոսք։ Պատրաստ եք պարզել, թե ում է տիեզերքը տիեզերական չեք գրել։ Ցուլեր, դանդաղ եւ հարուստ։ Ցուլ, հիշում ես առակից կրիային, որը հասավ նպատակին։ Այսպիսով դուք այդ կրիան եք եւ հուլիսը ձեր վերջնագիծն է մրցանակային ֆոնդով։ Ինչու է փողը ընտրում ձեզ։ Մարս բարյացկամ կույսի մեջ գործնական էներգիան բերում է գործնական գումար։ Ձեր համբերությունը վերջապես արդյունք է տալիս բառացիորեն։ Կայունությունը դառնում է նոր կրիպտոարժույթ, որակը գնահատվում է քանակից վեր։ Որտեղից կգան ֆինանսները։ Հին ներդրումներ, մոռացված ներդրումներ, հին գնված բաժնետոմսեր, ստուգեք այն։ Ավագության բարձրացում։ Ձեր երկարաժամկետ աշխատանքը կնկատվի որակյալ ծառայությունների արտադրանքի վաճառք, ձեռագործ աշխատանք արժեքավոր է, անսպասելի եկամուտ, հարկային արտոնություն, հին պարտք, կուտակված քեշբեք։ Ինչպես բազմապատկել։ Մի փոխեք ձեր ռազմավարությունը, շարունակեք անել այն, ինչ աշխատում է։ Հուլիսը բարենպաստ է երկարաժամկետ ներդրումների համար, բարձրացեք ձեր ծառայությունների գները, դուք թերագնահատում եք ինքներդ ձեզ։ Գնեք արժեքավոր մի բան, որի արժեքը կաճի։ Փողի ձեզ։ Ձեռք բերեք բնական նյութերից պատրաստված գեղեցիկ խոզուկ, ցուլ, գեղեցկություն, հաստատակամություն, փողի մագնիս։ Շոկոլադե իմաստություն։ Փողը լավ շոկոլադի նման է, քիչը լավն է, բայց որակը ավելի լավ է։ Ձեր հուլիսը հաստատում է սա։ Առյուծներ։ Աստղային վճարներ։ Առյուծներ պատրաստվեք զրոները հաշվելու։ Հուլիսի 22-ից հետո ձեր ֆինանսական խարիզման լիարժեք ընթացք կունենա։ Փողը կկպչի ձեզ, ինչպես երկրպագուները ռոք աստղին։ Ինչու է ձեր դրամապանակը ավելի հաստանալու։ Արևը ձեր նշանում, դուք բառացիորեն գրավում եք ոսկին։ Հուլիսի 24-ի նորալուսինը ձեր նշանում տիեզերական ջեքփոթ։ Ձեր տաղանդները վերջապես կգնահատվեն։ Առատաձեռնությունը բումերանգի պես վերադառնում է թագավորական եկամտի աղբյուրները։ Ստեղծագործական նախագծեր։ Ձեր ստեղծագործականությունը հանկարծակի դարձել է դրամայնացվող։ Հրապարակայնություն, ելույթներ, խորհրդակցություններ, սոցիալական ցանցեր, մրցանակներ եւ բոնուսներ այդքան լավ լինելու համար։ Նվերներ։ Այո, առյուծներին թանկարժեք նվերներ են տալիս իրենց սեզոնի ընթացքում, ինչպես վերահսկել հոսքը։ Հուլիսի 24-ին կատարեք ֆինանսական ցանկություն, բայց մեծ ցանկություն։ Ներդրումներ կատարեք ինքներդ ձեզ մեջ։ Կրթություն, կերպար, զարգացում, եղեք առատաձեռն, թագավորական առատաձեռնությունը գրավում է թագավորական գումարներ։ Ստեղծեք պասիվ եկամտի աղբյուր։ Թագավորական խորհուրդ։ Ստեղծեք արքայական ֆոնդ, 10%-ը մի կողմ դրեք ձեր հոգուն հաճելի եւ մի բանի համար։ Երջանիկ առյուծը հարուստ առյուծ է։ Գնեք ամենաթանկ շոկոլադը, դուք արժանի եք դրան եւ կիսվեք։ Առատությունը սիրում է առատաձեռներին։ Կշարքներ։ Մնացորդը վերածվում է թղթադրամների։ Կշարք, գիտես թե ինչ ընդհանրություններ ունեք դու եւ հաջողակ ներդրողը, հավասարակշռություն պահպանելու ունակությունը եւ հուլիսին այս հմտությունը վերածվում է կանխիկի։ Ինչու է ֆինանսները սիրելու ձեզ։ Կարիերայի աճ, եկամտի աճ։ Ձեր դիվանագիտությունը թանկ է, նրանք վերջապես հասկացան դա։ Գործընկերային նախագծերը շահույթ են բերում։ Գեղեցկությունն ու ներդաշնակությունը գին ունեն։ Անսպասելի աղբյուրներ։ Ձեր հղումները արժեն գումար։ Հարմոնիզացման խորհրդատվություններ, ներքին հարաբերություններից մինչև հարաբերություններ, համատեղ նախագծեր, երկու կշարքները մեկից լավն են, գեղեցիկ իրեր, ձեր ճաշակը կարող է ցանկանան գնել, հարստացման ռազմավարություն, գումար վաստակեք ձեր ճաշակի եւ գեղեցկության զգացողության վրա, ստեղծեք գործընկերություններ, ներդրում կատարեք գեղեցկության մեջ, այն կարդարանա, գտեք ֆինանսական հավասարակշռություն ծախսերի եւ խնայողությունների միջև, հարմոնիկ ձեզ, ստեղծեք հարստության գեղեցիկ պատկերացում, կշերք, գեղագիտություն, փող, գործող բանաձև, շոկոլադե հավասարակշռություն, ձեր համար յուրաքանչյուր գնման դիմաց մեկ ներդրում ապագայում, հավասարակշռություն, հիշում ես։ Կույսեր։ Մանրամասներ, որոնք արժեն գումար։ Կույսեր, մինչև բոլորը մեծ գումարների հետևից են ընկնում, դուք լուր մետաղադրամներ եք հավաքում։ Եվ գիտեք ինչի։ Մինչև հուլիս դրանք կկուտակվեն դառնալով հսկայական կարողություն։ Ինչու է ձեր աշխատանքը արդարացված լինելու։ Մարսը ձեր նշանում, վաստակելու էներգիա մանրամասների նկատմամբ ուշադրությունը վերջապես գնահատվում են։ Գործնականությունը նորաձևության մեջ, որակը հաղթում է քանակին, որտեղից կգա գումարը։
Ավարտված նախագծեր, ամիսներով կախված մնացած նախագծեր, ծախսերի օպտիմալացում, խնայված, վաստակված, կազմակերպչական խորհրդատվություն, ձեր պատվերը արժե գումար, առողջություն, առողջ ապրելակերպի մեջ ներդրումները արդարացնում են իրենց ֆինանսական կարգի պլան։ Կատարել բոլոր բաժանորդագրությունների եւ ծախսերի աուդիտ, շահագործեք ձեր կազմակերպչական հմտությունները, ստեղծեք խնայողական համակարգ։ Դուք սիրում եք համակարգեր, այնպես չէ, ներդրումներ կատարեք գործնական հմտությունների ուսուցման մեջ։ Գործնական ծես, ստեղծեք իմ նվաճումները անունով ֆայլ եւ գրեք այն ամենը, ինչը գումար է բերում։ Կույս, հավասարակշռություն, աճող եկամուտ։ Շոկոլադե խնայողություններ։ Գնեք շոկոլադ մեծածախ, ավելի էժան եւ միշտ ունեցեք պաշար, գործնական եւ համեղ։ Եվ վերջում, հուլիսին փողի հետ կապված ամենակարևոր բաները, իմ սիրելիներ։ 2025 թվականի հուլիսը սովորեցնում է մի պարզ ճշմարտություն. փողը նպատակ չէ, այլ գործիք։ Գեղեցկություն, հարմարավետություն, ուրախություն կամ կարգուկանոն ստեղծելու գործիք։ Երբ դու փողն օգտագործում ես քո բնույթին համապատասխան, այն բազմապատկված է վերադառնում։ Եվ հիշեք, հարստությունը միայն հաշվի մեջ թվերը չեն, դա այն զգացողությունն է, որ կարող ես թույլ տալ քեզ ապրել այնպես, ինչպես ուզում ես։ Խորհուրդները բոլոր նրանց, ովքեր փնտրում են առատություն։ Թող հուլիսը ձեզ ոչ միայն փող բերի, այլև այն ճիշտ օգտագործելու հասկացողություն, թող վաստակված յուրաքանչյուր մետաղադրամ ուրախություն բերի, իսկ ծախսած յուրաքանչյուր մետաղադրամ ավարարվածություն։ Դուք բոլորը դաժանի եք առատության, պարզապես ընդունեք դա։ Հավանեք մեր հոլովակը, եթե պատրաստ եք ֆինանսական անակնկալների, գրեք մեկնաբանություններում, ինչ անսպասելի եկամուտ կցանկանայիք ստանալ։ Տիեզերքը ընդունում է դիմումներ։